Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Շարունակում եմ խոսել Թուր Նիկոլի եւ իշխանության հերթական կեղծիքի մասին։ Շաբաթներ առաջ Բաքու էին գնացել Հայաստանի այսպես կոչված քաղաքասարակությունը եւ Բաքվից Հայաստան բերել Հաջիևի խոսքը։ Եկեք լսենք։ Միևնույն ժամանակ մեր կողմից հայկական կողմը հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը։ Այսինքն, դրանցից օրինակ ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանության բառակազմի կիրառումը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա վերաբերյալ խոսելիս։ Ադրբեջանական կողմը առնվազն համաձայն է գաղափարի հետ, որ այո, պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին, հռետորաբանության եւ տղաների խնդրին, փորձել հնարավորինս նվազեցնել նման դեպքերի, այնպիսի դեպքերի կրկնությունը, որոնք կարող են բացաբար ազդել նաեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Զանգեզուրի միջանցքի շինարարությունը շարունակվում է արագ տեմպով։ Կարս Նախիջևան երթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին։ Այս երթուղին Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Երթուղին կծառայի Ադրբեջանին, Թուրքիային եւ այլ երկրներին։ Սա ես չեմ ասում, Ադրբեջանի վարչապետն է ասում։ Բայց նկատեցիք, անգամ մեկ խոսք չկար Հայաստանի մասին։ Իսկ ձեզ, պարոն Մինասյան, իսկական քաղաքական քուանշ։ Երբ ասում են, որ սրանք երկիր կառավարել չգիտեն, ու պատահական չեմ ասում։ Սրանք միայն երկիրը սակարկել գիտեն։ Մեզ հարկավոր է ուժեղ առաջնորդ, ուժեղ հայ եւ ուժեղ կամքի տեր մարդ։ Սամվել Կարապետյանը գիտի ինչպես բանակցել եւ ինչպես մեր պետությունը ոտքի հանել։ 6 ամսից գալու ենք ու ուղենք մեր պետության կռացած մեջքը։ Անելու ենք մեր ձևով ու չկասկածեք։